պետությունը պետք է ինֆորմացիա ունենա առաջի փուլով, որ կարողանա իրականացնել։ Այս պահին հարկումը չէր դրված հիմքում։ Այս պահին դրված էր տեղեկատվության հավաքագրումը իր հանրության վերաբերյալ ժողովրդի վերաբերյալ կարողանային հասարակական քաղաքականություն վարել։ Այդպես են զարգացել, զարգանում աշխարհի բոլոր երկրները։ Եթե ինքը չգիտի իր մարդ ինչքան եկամուտ ունի իր տրամադրության տակ, ինչպես է վարվում։ Օրինակ մենք ունենք նպաստառու ընտանիքներ, որոնք ամեն ամիս դրսից մեծ քանակությամբ գումարներ են ստանում, մի քանի միլիոն դրամ։ Օրինակ այդ ընտանիքի պարագան պետությունը ինչու պետք է հասարակական ընդհանրենք նպաստային քաղաքականություն վարի, երբ որ ինքը օրինակ դրսից ամեն ամիս 1 միլիոն դրամ գումար է ստանում իր բարեկամի կողմից։ Էական չի, ինչպես է ստանում, բայց ստանում է։ Այսինքն մենք պետք է այս իրավիճակը տարբերենք, որ փողերը արդյունավետ ծախսենք, տնտեսական քաղաքականությունը հասարակական մշակենք։ Դա չար վերջ եւ չի էլ արվելու, քանի որ իրենք գնացին այսպես նախընտրական տրամադրությամբ եւ որոշեցին, որ բոլորի տվյալների ինքնաշխատ կլրացվի եւ թողել են այսպես խրախուսման գործիքներ, օրինակ սոցիալական կրեդիտների մասով